Գյումրիում ծրագրից օգտվող երիտասարդ ընտանիքների թիվը սահմանափակ է, իսկ հետաքրքրվողները քիչ չեն, վստահեցնում են մարզի վարկային մասնագետները։ Ոգևորությունը մեծ է եղել հատկապես ծրագրի սկզբում, երբ շահառուները դեռևս տեղյակ չեն եղել վարկային պայմաններին։ Սկզբնական շրջանում մի քիչ ավելի աշխուժածում կար, եւ այս առումով մարդիկ գնում գալիս հարցնում էին պայմանների մասին էին իմանում, տեղեկացվում էին, եւ որ երկուսի աշխատավարձը մոտավորապես 300,000-ի շեմից բարձր լինի։ Եվ այս պայմանն է, որ գլխավորապես խանգարում է, երկրորդ պայմանը, որ ես տեսնում եմ խոչընդոտ, դա կանխավճարի խնդիրն է։ Այն հանգամանքը, որ հայ երիտասարդ ընտանիքները ցածր տոկոսադրույքներով վարկ վերցնելով կարող են սեփական բնակարան ունենալ, շատ ոգևորող է, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ տարեկան 8% աննախադեպ ցածր տոկոսադրույքը եւ 30% կանխավճարը մուծելը նույնպես հայ երիտասարդի համար դժվար է։ Մարզում երիտասարդների աշխատատեղերը քիչ են, աշխատելու դեպքում էլ վարձատրությունը ցածր է եւ չի համապատասխանում վարկի համար պահանջվող չափերին։ Երիտասարդ ընտանիքները ռիսկի են գնում միայն այն դեպքում, երբ բացի իրենց աշխատավարձից այլ ֆինանսական աջակցություն ունեն, վստահեցնում են գյումրեցիները։ Խադերնությունը շատ ողջունելի է, կապված է հնարավորությունից երիտասարդների, որը երևի թե դժվար այդ հնարավորությունը ունենան։ Ընտանիք է պահում, երեխա է պահում, հələ այդ բոլոր ծախսերը հանեք կոմունալ ծախսերը առանց կողմնակի օգնության, եթե բարեկամը չի օգնում, ընկերը չի օգնում, եղբայրը չի օգնում, ինչ է ստանում, որ ամսական այդքան փող տա։ Ես ինքս աշխատում եմ, աջակցությունը իմ վրա, ես ինքս օգնում եմ ընտանիքի հոգսերը հոգալու հետ միաժամանակ, նաև վարկի մարումը։ 300,000 դրամ աշխատավարձը երիտասարդ ընտանիքի համար, մեր քաղաքի համար շատ մեծ գումար է, բայց այդ 300,000-ը պետք է լինի 11 միլիոն, երբ որ վարկավորում իրականացվի, այսինքն 16 միլիոնի, երբ որ պետք է անշարժ գույք ձեռք բերվի։ Եթե դրա կեսը լինի, ուրեմն համապատասխանաբար աշխատավարձի գումարն է, եկամուտներն կկիսվեն, կլինի մոտավորապես ասենք 150,000։ 300,000-ի մասին պետք չէ մտածել, պետք է ռեալ գնահատել մարդիկ երիտասարդները իրենց հնարավորությունները, իրենց խնայողությունները, իրենց առաջիկայում սպասվող եկամուտները եւ փորձեն ծրագրից օգտվել։ Վարկային մասնագետները ենթադրում են, որ կառավարության նոր որոշմամբ իրականացվող փոփոխությունները միտված են հիմնականում տոկոսադրույքները եւ կանխավճարը ցածրացնելուն։ Մարզերի հետ կապված կանխավճարի խնդիրը, ասենք, կարող են իմ կարծիքով մի քիչ փոքրացվի, մոտեցվի 20%-ի, որտեղ այստեղ ռիսկայնությունն եմ ես տեսնում, որտեղ բնակարանը գնահատվում է շուկայական գնով, ոչ թե լիկվիդային արժեքով, շուկայական գինը տատանվելու միշտ խնդիր ունի։ Տոկոսները ավելի թանկ է, լենականցիների համար հատկապես գյումրեցիների ավելի լավ կլիներ, եթե մի քիչ կանխավճարը ցածրացնեին ու տոկոսի չափը ավելի քիչ։ Այդ դեպքում հնարավոր է, որ Գյումրիում եւս այդ ծրագիրը աշխատեր։ Ավելի շատ ընտանիքներ կարող են օգտվել այդ ծրագրից։ Երիտասարդ ընտանիքների վարկերից օգտվելու ցուցանիշը հատկապես ցածր է մարզերում եւ ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը, կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը օգոստոս ամսվա ընթացքում մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար պատրաստել կառավարության հաստատած հիշյալ ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ։ Եվ չնայած որ ծրագրին մասնակցող երիտասարդ ընտանիքների թիվը փոքր է, Հայաստանի Հանրապետության կառավարությունից տեղեկացնում են, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրով նախատեսված 3 միլիարդ դրամը մինչև տարեվերջ կիրացվի ամբողջ ծավալով։ Տիրուհի Ալեքսանյան, Տիգրան Կասաբյան, Gala News։